Վաստակավոր արտիստուհի Սոֆի Լևոյանը արդեն մի քանի տարի է ունի իր բարի դպրոցը։ Այս դպրոցը Հայաստանում ամենաճանաչվածներից մեկն է։ Այստեղ են շատերն իրենց երեխաների բարն ու կրթությունը վստահում։ Սակայն վերջի տարիներին կարելի է ասել սև ամպեր են կուտակվել Սոֆի Լևոյանի հոգու և բարի դպրոցի շուրջ։ Բանն այն է, որ Սոֆի Լևոյանի բարուսույցները մեկը մյուսին հերթ չտալով լքում են այս բարի դպրոցը և որպես այդպիսի նրանք այդ տարիների ընթացքում կարողանում են ստեղծել իրենց սերն ու հարգանքը և աշակերտների ու նրանց ծնողների վստահությունը։ Մի քանի բարուսույցների դուրս գալուց հետո շատերն իրենց երեխաներին տեղափոխում են հենց այդ բարուսույցների հիմնած դպրոցը։ Եվ երեկ Սոֆի Լևոյանի բարի դպրոցի ամենահայտնի, ամենաճանաչված և մեծ պահանջարկ ունեցող բարուսույցներից մեկը հայտնեց կրկին Սոֆի Լևոյանի հոգու և բարի դպրոցը լքելու մասին լուրը։ Որպես այդպիսին նա չասաց, որ այլևս չի դասավանդելու Սոֆի Լևոյանի հոգու և բարի դպրոցում, սակայն ինստագրամյան հարթակից հեռացրեց այն գրառումը, որտեղ որ նշվում էր, որ նա բարուսույց է Սոֆի Լևոյանի անվան բարի դպրոցում։ Տաթև Միքայելյանը հայտնեց իր սեփական բարի դպրոցի հիմնման մասին։ Սա իսկական իրարանցում է առաջացրել համացանցում։ Գաղտնիք չէ, որ այս բարուսույցի մոտ պետք է տարիներ առաջ գրանցեին ծնողներն իրենց երեխաներին, որպեսզի հերթ հասներ և հենց այս բարուսույցը դասավանդեր իրենց երեխաներին։ Հետաքրքիրն այն է, որ հենց այս բարուսույցի մոտ էլ գրանցվում են շատերն իրենց հարսի բարը բեմադրելու համար։ Մարդիկ չգիտեն իրենց հետագա քայլերը, մարդիկ, ովքեր Սոֆի Լևոյանի հոգու և բարի դպրոց են իրենց երեխաներին տարել, սակայն այնտեղ էլ ավելի շատ հավանել են Տաթև Միքայելյանին, այսօր կանգնած են փաստի առաջ։ Նրանք չեն հասկանում, թե ինչ անեն, շարունակեն երեխաներին թողնել Սոֆի Լևոյանի հոգու և բարի դպրոցում, թե տանել Տաթև Միքայելյանի հիմնած նոր դպրոցը։ Նշենք նաև, որ շատ հարսիկներ նախքան իրենց հարսանիքը շտապում են գրանցվել Սոֆի Լևոյանի հոգու և բարի դպրոցի հենց Տաթև Միքայելյան բարուսույցի մոտ, որպեսզի հենց նա սովորեցնի իրենց հարսի բարը։ Եվ հիմա ստացվում է, որ Տաթև Միքայելյանը արդեն բոլոր հարսի բարերը, որոնք որ սովորեցնում էր Սոֆի Լևոյանի դպրոցում, կսովորեցնի ինքն առանձին։ Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ։ Այս տարի մի քանի բարուսույցներ լքել են այս դպրոցը, նրանք հիմնել են իրենց դպրոցները և շատերն էլ իրենք իրենց սաներին իրենց հետ տարել են։ Թե ով է այստեղ մեղավոր և ինչ սևկատու է անցել այս դպրոցի ներսում, դժվար է ասել։ Մեզ մնում է հիշեցնել, որ ավելի վաղ հրապարակումով էինք հանդես եկել։ Սոֆի Լևոյանի մասնակցությամբ ցանկացած հրապարակում լայնորեն տարածվում է համացանցում։ Պարուհու հանդեպ այս ուշադրությունն ու սերը կարելի է համարել ավելի ակտիվ և առավել շատ վերջին տարիներին։ Բանն այն է, որ շատերին հետաքրքրում էր Սոֆի Լևոյանի անձնական կյանքը։ Վերջինս այս ամենը փորձում էր թաքցնել հանրությունից, սակայն վերջին ամիսներին նա հայտնեց, որ սիրելի ունի, նշանադրվել է և պատրաստվում է ամուսնանալ։ Սոֆի Լևոյանի սիրելիին և եղբորը շատերն են միմյանց նմանեցնում։ Օրեր առաջ ինստագրամյան հարթակում հարց ու պատասխանի ժամանակ շատերն էին նշել, որ Սոֆի Լևոյանի եղբայրն ու նրա ամուսինը բավականին նման են միմյանց, դե իսկ պարուհին էլ փաստել էր, որ շատերն են այդ կարծիքին։ Այս օրերին Սոֆի Լևոյանն իր մայրիկի հետ մասնակցում է երկու աստղ նախագծին։ Սա թերևս էլ ավելի է շատացրել պարուհու հանդեպ ուշադրությունն ու հետաքրքրությունը։ Սոֆի Լևոյանը վերջին ամիսներին ամուսնացել է։ Նրա հարսանեկան կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ։ Պարուհին ընտրել էր ոչ ստանդարտ, յուրօրինակ և էլեգանտ հարսանեկան զգեստ։ Սա կարճ ժամանակ քննարկվեց համացանցում։ Շատերը նշում էին, որ իրենք երբեք չէին գնա այդ քայլին և չէին կրի նման հարսանեկան զգեստ։ Շատերն էլ փաստում էին, որ պետք է տարբերվել, քանի որ այսօր մեկը մյուսին նմանվում են հարսիկները, դե իսկ Սոֆի Լևոյանի ընտրությունը որպես այդպիսին տարբերվող է։ Սոֆի Լևոյանն այս օրերին ինստագրամյան հարթակում հրապարակումներ է անում, ցույց տալով իր նկարահանման հրապարակից կադրեր, թե ինչպես են պատրաստվում և աշխատում երկու աստղ նախագծի համար։ Դե իսկ այսօր էլ վաղ առավոտյան պարուհին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակում է արել, գրելով «Բարի լույս»։ Սոֆի Լևոյանը ցույց է տվել, թե որտեղ են ապրում ինքն ու ամուսինը։ Ինչպես կադրերից է երևում, նորակառույց բնակարան են ձեռք բերել
եւ հենց այդտեղ էլ բնակվում է նորապսակ զույգը։ Նշենք նաեւ, որ օրեր առաջ էլ ներկայացրել էինք Սոֆի Դևոյանի, ինչպես նաեւ ավագ Սոֆի Դևոյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ պարուհիները իրենց բարի խմբով մասնակցում էին հարսանիքի, ամուսնանում էր նրանց թիմից մեկը։ Ներկայացնում ենք այս հարսանիքի բացառիկ կադրերը ձեզ, որտեղ պարուհիները մի լավ ուրախանում են։